հիմա մենք գտնվում ենք Շիրակի մարզի Հորոմ գյուղում, որտեղ կա ազգագրական թանգարան եւ հյուրընկալել ենք եւ զրուցել ենք ազգագրական թանգարանի տնօրեն Տիկին Խաչատրյանի հետ։ Շատ ուրախ ենք, որ մեզ հյուրընկալել եք եւ ուզում ենք փոքր պատմեք ձեր այսպիսի հսկայական աշխատանքի մասին, որն է ձեր գաղտնիքները, որ դուք այսպիսի հսկայական աշխատանք եք կատարել։ Ազգագրական թանգարանը, ինչքան մեր տեղեկությունները կա, դուք ամբողջովին կատարել եք ձեր սեփական ջանքերով, միջոցներով։ Փոքր պատմեք հիմնադրումը, միտքը։ Թանգարանը մենք որոշեցինք հիմնել վերջերս։ Սկզբում հավաքել ենք սիրողական նպատակով, որպես հավաքածու։ Սիրեցինք մենք հնությունը, սիրեցինք ու որոշեցինք, որ պետք է ընդլայնենք։ Յուրաքանչյուր նմուշ գտնելուց, նմուշ տեսնելուց, ոնց որ այսպես սրտի թրթելով սպասում ենք, թե երբ պետք է մերը լինի։ Ու այդպես խորացանք, անդադ այստեղից այնտեղից տեսնելով բերեցինք, համալրեցինք մեր հավաքածուն ու հետագայում արդեն մեծ չափերի հասավ, որոշեցինք հիմնել թանգարան, որը կծառայի ոչ միայն այսպես անհատների, այլ ընդհանուր մեր հանրության համար։ Իսկ գյուղի արձագանքը ինչպիսին էր։ Թանգարանը դարձավ գյուղի մշակութային տունը։ Կարելի ասել այո, որովհետև շատերը ուրախացան, շատերը ոգևորեցին, դեմ չեն եղել, էլի գյուղում բոլորն էլ ուրախացել։ Իսկ երիտասարդների արձագանքը կա, որովհետև միջոցառումներ որ կազմակերպվում են այս թանգարանի միջոցով, կազմակերպչական աշխատանքներ երիտասարդների հետ, երիտասարդների արձագանքը Հորոմ գյուղի։ Եղել են երիտասարդական խմբեր ունենք, որոնք շատ մեծ հաճույքով այցելել են թանգարան, հետաքրքրվել են նմուշներով, հետաքրքրում է երիտասարդությանը, հետաքրքրել է շատ։ Բայց հիմնականում ինձ զարմացրել է փոքրերի արձագանքը, որովհետև անկեղծ չէի սպասում, որ փոքրերի մոտ կարող է այսպիսի մեծ հետաքրքրություն առաջացնել։ Յուրաքանչյուր նմուշ իրենց հետաքրքրել է առանձնակի։ Մոտ 13 տարեկանների շրջանակում է խոսքս։ Այս ցուցանիշները անդադ բարելավում են, զարգանում են։ Իսկ ուտերը, պահպանությունը, արխիվում են, թանգարանային աշխատանքը ինչպես է կարողանում հաղթահարել դժվար, արխիվում վերականգնում է իրերի։ Ճիշտ է, շատ դժվար է, բոլորը մեր ջանքերով ստեղծված է, բայց մենք փորձում ենք ամեն ինչ իր հնոր դասավորությամբ գնա ու ոչ մի այսպիսի թերացում չլինի։ Իսկ թանգարանի ամենանշանավոր իրը որն է, որ կարող ցուցադրել հանրությանը, ոչ թե առանձնահատուկ է ինձ համար կոնկրետ այս իրերն են, իրենք թյու ընդհանուր ասպազենն է, թյու ճակատնոցը, զանգերը, այնտեղ ասպանդակները, զինվորի սրունքներին հարմարեցվող մեկ այս կաշիներն են, որը թուրը չկտրելու համար պաշտպանության միջոց է եղել, վահանի նման սրունքներին։ Բայց ինձ համար ճիշտ է կարող են ասել արծաթեղենը ավելի թանկարժեք է, բայց ինձ համար սրանք մնում են յուրօրինակ, որովհետև իրենցից այսպես զգում եմ ես հնության շունչը զգացվում եմ։ Իրենք բրոնզե կոճակներով շատ գեղեցիկ զարդարված իրեր են, մոտ 300-ից 400 տարեկան։ Իսկ ինչպես գտաք, ձեռք բերեցիք։ Սա Շիրակի մարզից է ձեռք բերվել, ինքը ինչ-որ հին տան պատի մեջից են հանել, գտածոյի նման է։ Հին տան Գուսանագյուղից կարող եմ նշել նաև։ Գուսանագյուղից։ Սա իսկ ամենահին իրը ո՞րն է թանգարանի։ Իմ կարծիքով սա, որովհետև սրանից հին չունենք։ Որովհետև ինքը ավելի շատ ազգագրական է, ամենահինը սա կարող է լինել։ Այ հիմա կարող եք խոսել ապագա ձեր ծրագրերի մասին, թե ինչ է պլանում ունեք։ Ապագայում ճիշտ ասած ուզում ենք մի քիչ տեղը ընդլայնենք, որովհետև նմուշների համար այս տեղը մի քիչ շատ այսպես իրար մոտ է դասավորված իրերը, տեղը քիչ է։ Ուզում ենք տեղը ընդլայնել, թանգարանը մեծանա, ծավալը մեծանա, տեղը կարգենք բակը, որովհետև դեռ կիսատ շինարարությամբ գրում է, հայկական խոհանոցով, որպեսզի տուրիստների համար էլ մի քիչ գրավիչ լինի,
Թանգարանը դատարություն ունի, մեծ ծավալը այն Ազգագրական թանգարանը բաց է շաբաթվա բոլոր օրերին։ Այցելեք եւ ինքներդ համոզվեք, թե մշակույթը ինչպիսի գանձեր է թողել մեզ։